Պարոն Դավթյան, նախ եւ առաջ կխնդրեմ անդրադառնանք Հայաստան-Ադրբեջան փոխհարաբերություններին, ձեր գնահատմամբ ինչպես է այն զարգանում, որովհետեւ Հայաստանի գործող իշխանությունները պարբերաբար խոսում են խաղաղության մասին, որ այն արդեն բերել են, սակայն Ալիևի կողմից, Ադրբեջանի կողմից մենք անընդհատ պահանջներ ենք տեսնում եւ նաեւ կխնդրեմ շեշտ դնենք հատկապես դրա վրա, որ խաղաղության այս ֆոնին Բաքուն հրապարակեց ծանր եւ ապօրինի դատավճիռները։ Նախ շեշտեմ, որ փոխհարաբերություններ Հայաստանի Ադրբեջանի մեջ չկան, ոչ այն պարզ տրամաբանության, որը մենք ընկալում ենք փոխհարաբերություն։ Դա իրենից ենթադրում է երկու կողմի բարեդրացական հարաբերություն, երկու կողմի պահանջների կատարում, փոխզիջման իրականացում, բայց մենք տեսնում ենք, որ այսօրվա այսպես կոչված հարաբերությունները դրանք միակողմանի են, այսինքն ադրբեջանական կողմից հնչում են պահանջներ, խաղաղության շանտաժի տակ, պատերազմի շանտաժի տակ, եւ որոնք բնականաբար որին տրվում է այսօրվա իշխանությունները եւ տեսնում ենք զիջումների հերթական շրջան, տեսնում ենք, որ մեր երկրի ղեկավարը Նիկոլ Փաշինյանը չի զբաղվում Հայաստանի ժողովրդի շահի պաշտպանությամբ, այլ պարզապես իրականացնում է Ալիևի ժողովրդի, այսինքն ադրբեջանցիների շահի սպասարկումը ի վնաս եւ ի հաշվի մեր երկրի։ Հետեւաբար այդ հարաբերությունն ասվածը բավականին հարցական է եւ դրա գործածումն անգամ սխալ։ Ինչ վերաբերվում է ընդհանուր process-ին, ես փորձեմ ցած ընդհանուր նկարով ընդհանուր պատկերով ներկայացնել, տեսեք, խնդիրը բազմակողմանի է։ Մենք գիտենք, որ կամ Ալիևի կողմից հնչող պահանջներ, հանձինս ամենաարդիականը սահմանության փոփոխությունն է, որը դերևս շատ է խոսում։ Բայց նաև պետք է շեշտենք, որ կա 300,000 ադրբեջանցիների վերադարձի օրակարգ արտաքին Ադրբեջանի կողմից Արևմտյան Ադրբեջան կոչված հակահայկական կառույցի գործունեություն, որը ի դեպ նշեմ 2 օր առաջ այնտեղ Փաշազադեն էր ելույթ ունեցել, հանդիպում էր տեղի ունեցել, որտեղ հավաքված էր եւ այսպես կոչված Երևանի Ղազի ներկայություն կար այնտեղ եւ Փաշազադեն եւ առասարակ Արևմտյան Ադրբեջան հակահայկական կառույցի ներկայացուցիչները։ Փաշազադեն այնտեղ շատ հետաքրքիր եւ ի վնաս հայերի պնդումներ արեց, մասնավորապես այդ ադրբեջանցիների վերադարձի մասով, նշեց, որ դա կարևորագույն խնդիր է, հայերին մեղադրեց եւ ցեղասպանության մեջ եւ բռնագաղթի ենթարկելու մեջ, մի խոսքով աշխարհի տակ ինչքան վատ եւ այսպես ոչ մարդուն հարիր հանցագործություններ կա, մեղադրվեցին հայերը դրանում։ Եվ պնդում արվեց, որ Արևմտյան Ադրբեջանի օրակարգը կարևոր է եւ դա նախաձեռնվել է հենց Իլհամ Ալիևի կողմից, շեշտվեց նման ձևակերպում կա, եթե պետք լինի կարող եմ ներկայացնել եւ ըստ երևույթին իրավիճակ ստեղծվեց, որ մենք նորից նույն փակողում ենք առաջանում։ Ինչ երաշխիք կա, որ տարբերակ եմ առաջ քաշում, հիպոթեզ եմ առաջ քաշում։ Ինչ տարբերակ կա, որ եթե անգամ այս խաղաղության պայմանագրի այսպես կոչված ստորագրումը լինի, մենք չենք ունենա հերթական պահանջների առաջ քաշում, այն օրակարգով, որ պետք է ադրբեջանցիները վերադառնան։ Մենք ունենք անգամ փաստ, որ 3 ներողություն 2 Կիրակի օրը կար ուրեմն հանդիպում քաղաքասարակության կոչվածի, որտեղ որի օրվա ընթացքում հրապարակվեցին ադրբեջանական սոցիալական ցանցում շատ վիդեոներ, որոնք նկարվել են մի փոքր վաղ եւ մի փոքր ավելի ուշ շրջանում, բայց այս տարվա շրջանում, ու այնտեղ արևմտյան ադրբեջանցիների հանգամանքն է շեշտվում, այսինքն հստակ երևում է, որ ադրբեջանական կողմը խաղաղության դեմ սաբոտաժ անում, այդ խաղաղության process-ի դեմ է սաբոտաժ անում։ Եվ ասել, որ կա օրակարգ Հայաստանի եւ Ադրբեջանի միջև ինքնախապեյություն է դա եւ առաջի հերթին մեր ժողովրդի նկատմամբ անհարգալից վերաբերմունք։ Երևի թե այսպես կասեի։ Իսկ կարող ենք ասել, որ սրանով երկու կողմը ժամանակ է շահում, Ալիևը եւս ժամանակ է շահում, սպասելով թե ինչ պատկեր Հայաստանում կձևավորվի համապետական ընտրություններին եւ Նիկոլ Փաշինյանն համապետական ընտրություններին ուղղակի փորձում է ժողովրդի քվեն ապահովել։ Տեսեք, դե այն process-ները, որոնք որ տեղի են ունենում Ալիևի եւ Նիկոլ Փաշինյանի միջև, անձնավորված եմ ասում, որովհետեւ այսօր դրա շուրջ է կառուցում ամբողջ process-ը Հայաստանի Ադրբեջանի, խոսում է թույլ ղեկավարի մասին, այսինքն այսօրվա իշխանությունները ներկայացնում են թույլ կառավարություն, որոնք չունեն եւ տղամարդկային հատկություններ որպես քաղաքական գործիչ, որպեսզի առաջ մղեն ժողովրդի շահ եւ պահանջները։ Եվ առասարակ պատկերացում չունեն քաղաքականություն ինչ է, իրենց մոտ պարզապես մեկօրյա հիշողությամբ եւ մեկօրյա քաղաքականություն է գործում եւ երկրորդ օր երբ որ ինչ որ իրավիճակ է ստեղծում ի վնաս Հայաստանի, նոր որոշում են արձագանքեն, այսինքն չկա այդ պլանավորումը կառավարման համակարգում, որ կանխատեսելիություն լինի, թեզեր մշակվեն այնպիսի գործողություններ, որոնք կբխեն Հայաստանի Հանրապետության շահից։ Եվ իհարկե սա հստակ արձանագրումն է, որ
Նիկոլ Փաշինյանը թույլ ղեկավար է եւ թույլ ղեկավարի վրա հույս դնել պետության կառավարում, նույնն է պետություն չունենալ։ Ես այդպես եմ տեսնում այդ process-ը եւ առհասարակ այն զարգացումները, որոնք այսօր կան Ալիևի եւ ուրեմն Փաշինյանի միջեւ, ես կներեք ինձ համար ազնական վիրավորանք եմ համարում, որովհետեւ ես չեմ կարող հարգել այն պետության ղեկավարին, իմ պետության ղեկավարին որպես եւ տղամարդ եւ որպես ղեկավար մի պարզ բանի պատճառով, որ երբ որ վիրավորում է քո ազգին, այսինքն ամբողջ 3 միլիոնին չի, 10 միլիոնին է վիրավորում Ալիևը, երբ որ Ադրբեջանում կա ամենօրյա կտրվածքով եւ Զանգեզուրի միջանցքի խոսույթ եւ Հայաստանի հանդեպ ուրեմն պատմական այսպես կոչված հողերի վերադարձ ադրբեջանական կողմի պահանջներ են դրանք եւ առասարակ խեղաթյուրվում է հայի կերպարը։ Ես չեմ կարող հավատալ այն process-ները, որոնք այսօր կան։ Ինձ համար դա անձնական վիրավորանք է եւ ես սա որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացի եմ ընկալում որպես վիրավորանք, ոչ թե կուսակցական կամ քաղաքական այլ ընկալմամբ, որովհետեւ յուրաքանչյուր մարդ, ով ապրում է Հայաստանում, անկախ իր կուսակցական պատկանելությունից եւ քաղաքական ընկալումներից, առաջի հերթին հայ է, որպես ազգ։ Եվ այս մասով այդքան է։ Պարոն Դավթյան, դուք նաև հանդիսանում եք մեր ձևով շարժման եւ ուժեղ Հայաստան կուսակցության անդամ եւ ամենայնիվ վերջերս էլ փետրվարի 12-ին ուժեղ Հայաստան կուսակցությունը ներկայացրեց վարչապետի իր տեխնացուին Սամվել Կարապետյանին, ինչը իշխանության կողմից քննարկվում է, ասում են, նա չի կարող վարչապետի տեխնացու լինել, քանի որ իրավունքին հակասում է։ Ինչ կարող եք դուք ասել, ինչքանով է հնարավոր Սամվել Կարապետյանի վարչապետի տեխնացություն առաջադրելը եւ վարչապետ դառնալը։ Մեր կուսակցության համաժողովի, այսինքն երբ որ ստեղծվեց կուսակցություն արդեն բոլորին իցույց եւ առաջադրվեց ազգային բարերար Սամվել Կարապետյանի տեխնացությունը, ներկայացվեց մեծ ուրեմն շարք, որտեղ խոսում էին տարբեր մասնագետներ, սահմանադրագետներ, իրավագետներ, ովքեր մեծ փորձ ունեն իրավունքի դաշտում, առհասարակ պատկերացնում են այն իրավական ձևակերպումները, որոնք կարևոր են նման մարդուն առաջ քաշելու համար որպես տեխնացու։ Տվել է պարզաբանվում այդ մակարդակով, ես պարզապես կարող եմ կրկնել նույն այն, ինչ որ ասել է մեր մասնագետների կողմից, ակնհայտ է, որ այդտեղ կա իշխանության կողմից վախ Սամվել Կարապետյանի անձի հանդեպ, դրա համար փորձում են խեղաթյուրեն փաստեր ու գիտենք, որ իրենք էլ լավ ջատագովն են օրենքի դաշտը ապականելու եւ ինչ որ հնչում է իրենց կողմից իրավական մեկնաբանություն, դա ուղղակի ինձ համար ցնդաբանության շարքից է, որովհետեւ երբ որ մասնագետները ներկայացնում են փաստեր, հանձինս 148-րդ հոդվածի մասին է խոսքը, նշվում է, որ այդտեղ կարելի է փոփոխություն անել զուտ 1 դրվագով, այն է, որ 4 տարվա այստեղ մնալը, այսինքն պարտադիր Հայաստանի Հանրապետությունում ապրելը պետք է պայման լինի վարչապետի տեխնացու, միայն դա չի, բայց դրա մասով ենք մենք շեշտադրում անում, որ մենք այդ դրան ենք գնում ու անկեղծ ենք մեր ժողովրդի նկատմամբ, չենք խափում, չենք ստում եւ փաստի առաջ չենք կանգնեցնում, ի սկզբանե հայտարարում ենք դրա մասին, ասում ենք, որ ժողովուրդ ջան, մենք գալիս ենք իշխանության հետեւյալ սկզբունքով, որ Սամվել Կարապետյանը լինի վարչապետ եւ դա մեր եւ ինքը մեր կուսակցության եւ առասարակ առաջիկա սպասող ընտրությունների վարչապետի տեխնացուն է, հետեւաբար դուք եք ընտրում, ցանկանում եք Սամվել Կարապետյանը դառնալ վարչապետ թե ոչ, եթե այո, ապա սա են պայմանները։ Մենք ի սկզբանե չենք սպասել ոչ նախընտրական շրջանի մեկնարկին, ոչ առհասարակ վերջում ենք անակնկալ կամ դրանից հետո չենք ստել մեր հասարակությունը։ Ես կարծում եմ, որ սա պետք է արժանի գնահատական ստանա մեր քաղաքացիների կողմից եւ հստակ ընդգծի մեր տարբերությունը մնացած բոլոր քաղաքական կուսակցությունից հանձինս Նիկոլ Փաշինյանից։ Հետևաբար այս մոտեցումները, որը կա եւ ձևավորում է Սամվել Կարապետյանի շուրջ, ուղղակի այն վախն է եւ այն քաղաքական պանիկան է, որը իրենց մոտ աժոտաժ է ստեղծում, ինչպես նոր ստեր հորնել, որպեսզի ազդել մարդկանց կարծիքի վրա։ Իշխանությունները պնդում են, որ իրենք ժողովրդի հետ խոսում են խաղաղության լեզվով, իսկ ընդդիմությունը պատերազմ է ուզում։ Եվ ընդդիմությունն էլ նշում է, որ իրենք ոչ թե պատերազմ են ուզում, այլ ցանկանում են արժանապատիվ խաղաղություն լինել։ Արժանապատիվ խաղաղություն հաստատվի Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ։ Եթե ուժեղ Հայաստանը ընտրվի, հաղթի համապետական ընտրություններին, դուք ինչպես եք տեսնում խաղաղության այդ գործընթացը, արժանապատիվ խաղաղությունը։ Ես դերևս նշեմ, որ ոչ թե եթե, այլ անպայման մենք լինելու ենք հաղթող կողմ ընտրություններում եւ ներկայացնում ենք մեր ժողովրդի ձայների մեծամասնությունը, սա աներկբա։ Ինչ վերաբերում է խաղաղության եւ պատերազմի եզրույթին, սա նորություն չէ, սա Նիկոլ Փաշինյանի հոգեվիճակն է եւ մարդկանց հետ իր սովորական ժողովրդի հետ շանտաժի լեզվով խոսելու մոտեցում է։
Սրա մասին եղել է եւ 21 թվականին խորհրդարանական ընտրությունների ժամանակ այդ համեմատությունը, բայց դրա մասին չխոսեմ, խոսեմ դրանից հետո process-ներին։ Այդ նույն խաղաղություն բերող Նիկոլ Փաշինյանը իհարկե ճակերտների մեջ ինքը բերեց մի քանի պատերազմ մեր գլխին։ Առաջինը բերեց հենց Սյունիքի եւ Գեղարքունիքի վրա հարձակման համատեքստում։ Երկրորդը բերեց Արցախի կորստով եւ երրորդը բերեց շանտաժի լեզվով, այս անգամ արդեն բացահայտ տավուշում մեր հայրենակիցների հետ հանդիպման ժամանակ ասեց Ժողովուրդ ջան, եթե չտանք պատերազմ լինելու, այսինքն եթե այս նման ղեկավար մենք ունենք, արդյոք մեր հասարակությունը ուզում է այսպես վախի մտնոլորտում ապրի, այլ ատելության մասին չխոսեմ։ Հետևաբար այդ պնդումները հերթական անգամ սուտ են խոսում։ Գալու է իրենց նախընտրական ծրագիրը գեղեցիկ բառեր են մեջը գրված լինելու, դրանից հետո իհարկե արդեն այդ ընտրությունների արդյունքից հետո ես չեմ քննարկում իրանց անցումը, բնականաբար նույնիսկ նույն կեղծիքներով շարունակել են կառավարել։ Իրենց մոտ շատ լավ ստացվում է ստելա։ Հետևաբար խորհուրդ իրենց ավելավա հիմնեն ստի նախարարություն, այդ ստի նախարարության համատեքստում հնչած հայտարարություններ գոնե կիմանանք լուրջ վերաբերվենք թե ոչ, այլ ոչ թե քաղաքական պաշտոնյան, որը կապ չունի որևէ եւ բռնագավառի հետ շատ ունենք նման դեպքեր, հա, այսօր մեր Հայաստանի Հանրապետությունում եւ առասարակ քաղաքականությունը։ Հետեւաբար ստի նախարարությունը իրենց լավագույն ցուցիչը կլինի եւ կասենք, որ վերջապես գործ են անում։ Պարոն Դավթյան, քանի որ առաջի հարցում չանդրադարձակ Բաքվի կողմից հրապարակված Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության եւ մյուսների նկատմամբ կիրառված դատավճիռներին, ես կցանկանամ հիմա հարցս փոխկապակցված հնչեցնել։ Դուք նշեցիք, որ անպայմանորեն համապետական ընտրություններին հաղթելու եք։ Խնդրեմ նշեք, թե մեր ուժեղ Հայաստան կուսակցությունը ինչ քայլեր է ձեռնարկելու իշխանափոխությունից հետո Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության եւ մյուս հայկերիների վերադարձի համար։ Սա նախ նշեմ, որ սա ազգային խայտարակություն է։ Մենք արդեն քանի տարի է Նիկոլ Փաշինյանը 21 թվականից հետո 2 ամիս էր ասում, բայց արդեն 6 տարի է, մոտ 6 տարի է մարդիկ գտնվում են անազատություն չէ, դա գերեվարություն է, եկեք այսպես ասեմ, դա ճիշտ ձևակերպում է գերեվարություն է։ Եվ այս process-ները մեր ազգի խայտարակությունն են, ամոթն են մեր։ Ինչ վերաբերում է հնդածը սա, ինչ պետք է անենք անպայման անցնելուց հետո։ Մենք ունենք սկզբնական շրջանում ներկայացված առաջի քայլի մասին արդեն կա հստակ արձանագրում, դա հենց Սահմանադրության համապատասխան հոդվածի օրինական ձևաչափով փոփոխությունն է։ Ինչ վերաբերում է գերիներին, այստեղ հարցը մի քանի մոտեցում ունի։ Նախ անպայման պետք է ես իմ պատկերացումը ներկայացնեմ, պետք է ակտիվացնել եւ դիվանագիտական խողովակները, եւ սփյուռքետ աշխատանք տարվի, որովհետեւ այսօր մեր Հայաստանի Հանրապետության դրսում ապրող մեր հայրենակիցները, մեր սփյուռքահայերը, իրենք ունեն ահռելի մեծ ներուժ։ Ու անպայման պետք է գործարկվի եկեղեցու պոտենցիալը։ Այդ երամիասնությունը երանգյունին Հայաստան, Սփյուռք եւ եկեղեցի պատահական չէր ասվում եւ չի ասվում հիմա։ Դա մեր հայ ազգի դեմքն է եւ բազուկը, որով միշտ հնարավոր է եղել կանխել եւ ի օգուտ Հայաստանի Հանրապետության շահեր առաջ տալ։ Եվ իհարկե մեր համար գերիների վերադարձը նույնպես լինելու է կարևորագույն եւ առաջնահերթ սկզբունք։ Եվ այս երամիասնության համատեքստում հնարավոր իմ խորին համոզմամբ, որ լինի նման տեսակի հարցերի լուծում։ Իհարկե ժամանակ կպահանջվի, ոչ մեկ չի ասում, որ 1-2 օրում է դա տեղի ունենալու, բայց ակնհայտ է, որ մեր քաղաքական ուժը հանձնես Սամվել Կարապետյանի կապերը արտերկրում գտնվող տարբեր որոշում կայացնող անձանց հետ ունի ինքը անձնական մտերիմ հարաբերություններ։ Իսկ այսօր մենք լավ գիտենք, որ աշխարհակական համատեքստում անձերի վրա է հիմնվում, այո, անձերի վրա է հիմնվում հարցերի լուծումը եւ պարոն Սամվել Կարապետյանը կարող է այդ հարցին լուծում տալ իր անձնական կապերի միջոցով։ Հետևաբար ուժեղ Հայաստան կուսակցությունը այն քաղաքական ուժն է, որ նոր որակ է բերելու Հայաստանի Հանրապետության ժողովրդի համար, ոչ միայն այսպես գեղեցիկ քաղաքական խոսքերով, այլ ռեալ գետնի վրա տնտեսական փոփոխություններ, անվտանգության նոր մոտեցումներ եւ մեր հասարակության մեջ այս ատելության, խորքային արմատացած ատելության վերջապես դրա վերացումն է բերելու։ Պարոն Դավթյան, եւ նաեւ վերջում, քանի որ նշեցիք, որ եկեղեցին էլ պետք է միջամտի, խառնվի, հա, ընդհանրապես այս process-ներին չեք վախենում, որ կրկին եկեղեցին կթիրախավորվի եւ կասեն, որ եկեղեցին քաղաքականացված է, քաղաքական քարոզներ է իրականացնում։ Գիտեք, ես չասացի, որ եկեղեցին պետք է միջամտի, ես ասացի երամիասնության մասին, ես նշեցի երամիասնության ուժի մասին։ Լավ գիտենք, որ մուսուլմանական աշխարհը, ամբողջ աշխարհում, հա, մենակ Ադրբեջանով դա չի սահմանափակում եւ Փառք Աստծո, իրենք ունեն կրոնական արժեքներ եւ դրա իմ պատկերացումն եմ ասում, դրա մոտեցումները հենց մարդու կյանքում, մարդու արժանապատվության եւ դրա
լիարժեք ապրելու հնարավորությունն է եւ իմ պատկերացումները եւ առասարակայ երամիստության գործունեությունը պետք է համախմբված լինի։ Շատ ներողություն, եկեղեցում մեր հոգեորականը իրանք ազգությամբ հայ են, այո, իրենք Հայաստանի Հանրապետության քաղաքացի են, այո։ Հետևաբար այստեղ խոսելով քաղաքականությամբ չպետք է զբաղվեն, ինձ թվում է մի փոքր հեքիաթի ժանրից է, որովհետեւ այդ նույն բանը ոնց որ համատություն չեմ անում, պարզապես օրինակ եմ բերում, որ խանութին աշխատող մեր հայրենակցին ասեն դու չպետք է զբաղվես քաղաքականությամբ, որովհետև վաճառքով ես զբաղվում, կամ մեկ այլին, որ դու չպետք է զբաղվես քաղաքականությամբ, որովհետև վարորդ ես։ Ասենք սա պարզապես այն նույն սևի սպիտակի բաժանումն է եւ այդ նույն խարիսկն է գծված հայ ազգի մեջ վատ առումով, որպեսզի այդ բաժանումը ավելի խորքային լինի եւ Նիկոլ Փաշինյանը կարողանա իրականացնի Թուրքիա եւ Ադրբեջանի արտաքին քաղաքականության շահերը՝ ի վնաս Հայաստանի Հանրապետության։